Մթնոլորտային օդի պահպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն արգելվում է տերևաթափից առաջացած թափոնների, տերևների այրելը բնական միջավայրում, բնակավայրերում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում։ Այս մասին հայտարարություն է տարածել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ընդգծելով, որ խախտումներ արձանագրելու պարագայում քաղաքացիների նկատմամբ կսահմանվի նախազգուշացում կամ տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի հիմնապատիկի 50,000 դրամ չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ 200 պատիկի 200,000 դրամի չափով։ Ինչպես են ընդունել մեր քաղաքացիները այս որոշումը, ներկայացնում ենք Արմլուրի հարցումը։ Ասում են պարարտանյութ է տերևները, դրա համար թողնում են։ Այդպես եմ լսել, այդ գիտեմ։ Մենք ընդհանրապես չենք այրում այստեղ նամանավանդ, կենտրոնում ոնց կարելի է նման բան կանել։ Չեմ կարող ասեմ ինչ որ շատ կարևոր բան է, բայց երևի որ հրդեհ չլինի բնական է։ Գյուղական վայրերում չի, երևի թե քաղաքում տարօրինակ երևույթ է այդպես այրել։ Երևի թե նորմալ է, իհարկե տուգանքով պետք է լինի ամեն ինչի համար, որը որ հասարակական կարգն է խախտում, օրինակ իրոք այդպես վտանգավոր երևույթները, ոնց որ տերևները վառելը, այդպես բաները իհարկե պետք է տուգանվեն։ Դա պետք է քաղաքապետարանը իհարկե անի, որովհետև մենք հարկեր ենք վճարում, ոչ նրա համար, որ մենք ինքներս սկսենք այդ սաղ գործեր անել։ Հենա քաղաքը թող իշխանություն չունենա, եթե այդ տերևները տիգա, որ վառեն աղտոտվում է էլի օդը, տեղից իբրև օդ կա շնչելու, մի հատ տերևները վառեն, վաբշե օդ չեն շնչելու։ Ժողովուրդը հիմա բանու գործ ունի, իբրև աշխատավարձը շատ է, մի հատ ընկնեն սաղուրը փորեն, ինչա տերև թաղեն, ես ում թաղեն։ Հետի իրանք պետք է մտածեն, տանեն աղբանոց ավել լավ է, ոնց տուգանեն, ուրեմն եկեք հավաքեք տարեք։ Ուրեմն այս կլցեն ստե ժողովուրդը, կամ ընդ կլցեն, թող իրանք կան տանեն, եթե իրանց գործն է, ինչ համար են մեզնից փող հավաքում։ Զիբլի հարկը ինչ համար ենք մենք մուծում։ Բացարձակապես անտեղյակ որոշում է դա, որովհետև իրենք թե հասկանում այդ տերևները ինչ պետք է անեն։ Օրինակ Գերմանիայում իրենք թողում են թափում են, հետո հավաքում են, մեքենայով տեղափոխում են եւ ասեք որպես անասնակեր, այսինքն ենթարկում են վերամշակման։ Իսկ ինքը ինչ առաջարկանում, ես դա չգիտեմ, երեք ես էլ եմ լսել, ապշել։ Ինչ պետք է անեն։ Ընդ որում այդ տերևների այրում այդպիսի բան չի տալիս, դա օրգանական նյութ է։ Հասկանալի է, դա ինչ որ բենզինի կամ ասենք սալյարկա, ինչ ասեմ, այդպիսի տուր չի առաջացնում ինքը, վնասակար չի ինքը, լթողիկ իր բակում անի դա, հետո ցույց տա, թե ինչպես է դարվում։ Քաղաքապետարանը ինչ անելիք ունի այստեղ։ Ինքը պետք է տերևները դեպքում հավաքի, տանի ինչպես ասենք, աղբն են տանում ինչ որտեղ թաղում, ինքը պետք է անի դա, ոչ թե քաղաքացին ինչ պետք է անի այդ տերևները, ես չեմ հասկանում, ինքը մտածել է այդ մասը որ խոսում է։ Ամեն քաղաքացին ինքը մաքրի հավաքի թաղի, կարծում դա էլ ճիշտ չի։ Չէ՞ որ մենք ասենք նույն աղբանության համար երբ որ վճարում ենք, նաև այդ տերևները, որը թափված են, եւս պետքա ինչ որ հավաքվեն կամ ինչ որ մի բան արվի։ Իսկ եթե մեզ այնց աղբանության գումար են վերցնում յուրաքանչյուր բնակչից, կարծում եմ այդ հարցը պետք է դրա հաշվին նաև լուծվի։ Կարծում եմ, եթե արգելված է տուգանք սահմանելը ճիշտ է, եթե օրենքով արգելվում է այդ գործողությունը, բայց ինքնուրույն հավաքեն թաղեն, կարծում դա ճիշտ չի։ Հաշվի առնելով, որ վճարվում է աղբանության համար, կամ մի փոքր ավելացնեն գումարը այդ հարցը լուծում, որովհետև ես չեմ պատկերացնում, ասենք ես իմ աշխատանք թողեմ, որ ժամին գնամ տերև հավաքեմ թաղեմ օրինակի համար։ Այդ ով այդքան ժամանակ ունի հոգնա ջարդված գործից գնա, հերիք չի մաքրի տերևները, հələ մի բան էլ հողը փորենք, հա։ Չգիտեմ, ոնց են մտածում, չգիտեմ։ Այրելուն դեմ եմ ես իհարկե, լրիվ դեմ եմ, որովհետև լրիվ ներս է գալիս։ Տներն է լցվում այդ ծուխը։ Դա իրանց գործն է։ Բա բնակիչի գործը, բա իրանց գործը ո՞րն է։ Դե իրանք ունեն չէ աշխատողներ, որ զբաղվում են այդ գործով, իրանք պետք է զբաղվեն, ոչ քաղաքացիները։ Եկել են ընկել են ինչի հետևից, կանգնել ենք ինչ հարցի դեմ, ընկել ենք, բան չունեմ ասելու, բա քաղաքապետարանն ինչ զբաղվում։ Այդ քաղաքապետարանն արգիլ է, ես երեք լսեցի։ Իսկ իրանք ինչ պետք է անեն, ուղղակի փող ստանան, իրանց ղեկավարների հետ միասին չէ, դա պետք է լինի ընդհանուր
շապատորյա գոյություն ունի, ինչ որ թող բոլորը սկսած Նիկոլից վերջացած Ավինյանով մասնակցեն դրան, ոչ թե ձև տան ու կներեք քաղաքում իրենց ցույց տան, այլ ուղղակի իջնեն մեքենաներից ու զբաղվեն այդ ամեն ինչով։ Ամեն օր մեր բակը մաքրում եմ։ Իսկ այրում եք տերևները։ Ոչ, տանեմ աղբալ կգեմ լուծում։ Ինչա, ծուխը լավ չի վերջ։ Տերևների համար այդքան գումար աննորմալություն։ Պարտադրել իրավունք չունի, թող իր ընտանիքը հավաքի, գնա տերևները հավաքի, տանի ինքը թաղի այրի ինքը գիտի։ Ով ընտանիքը։ Իր Ավինյանի, եթե ինքն է որոշում։ Կամ ով են այդ անորմալները, որտեղ աշխատում են։ Գիտեք ոնց, մաքրության տեսակետից, եթե անենք շաբաթօրյակներ նորմալ, ըստ ցանկության, այսինքն մարդիկ պետք է ցանկանան կամենան, դա ուրիշ բան է, բայց պարտադրողականը դա անորմալություն է, իրավունք չունեն։